նիստը, խնդրեմ պարոն Ալեքսանյան, համեցեք։ Ակալություն մեծարգո նախագահ, արգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, քիչ առաջ դիտում էի պարոն Մարտուն Գրիգորյան ձեր ճեպազրույցը ու կներեք, բայց շատ խնդրահարույց բաներ լսեցի այնտեղ։ Այնտեղ ասում եք ԿՊԱ-ական պատգամավորները արյուն են ուզում Գյումրիում ու ենթադրաբար հղում եք անում նաև իմ խոսքերի, որոնցով որ ես ասում եմ, որ Վարդան Ղուկասյանը կամ իր կլանը սպանել է ձեր ընկերներին, դուք նրան քվե եք տվել։ Ասում եմ, բայց դա չի նշանակում, որ ես արյուն եմ ուզում։ Հակառակը, դա նշանակում է, որ ես արյուն չեմ ուզում։ Դուք ինձնից լավ գիտեք, որ Գյումրիի ամենաաղմկահարույց սպանությունները, բոլոր, գրեթե բոլոր, այն բոլոր դեպքերը, որոնց մասին գիտենք, սպանությունները, արյունը, ամեն ինչը, թափվել է այն ժամանակ, երբ որ Վարդան Ղուկասյանը եղել է քաղաքապետ։ Բոլորն անխտիր, երբ որ իր կլանը այդ քաղաքում եղել է իշխանություն։ Ու սա իմանալով դուք գնացել ընտրել եք Վարդան Ղուկասյանին։ Արյուն ուզող մարդը, պարոն Գրիգորյան, այս պայմաններում մենք չենք։ Դուք եք ընտրել Վարդան Ղուկասյանին, Վարդան Ղուկասյանին, Վարդանիկին, որին դուք ինքներդ եք մեղադրել այդ սպանությունների մեջ, որին ձեր ընտանիքը, ձեր ընկերներն են մեղադրել այդ սպանությունների մեջ։ Հիմա ասում եք ԿՊ-ն արյուն է ուզում։ Ո՞նց ենք արյուն ուզում։ Մեզ մեղադրում եք, ասում եք դուք ուզում եք Վարդանիկի միջոցով իշխանություն տանեք Գյումրիում, բայց դուք եք գնացել Վարդան Ղուկասյանին, Վարդանիկին ընտրել քաղաքապետ։ Դուք եք ընտրել։ Այստեղ խնդիրը գիտեք որն է, ես հո գիտեմ, որ դուք, ձեր ընտանիքը, այս մեկը, այն մեկը չի ուզում, որ իրանց երեխեքը մեծանան են քաղաքում, որտեղ Վարդանիկը քաղաքապետ է։ Ու դուք այդ երկընտրանքի առաջ կանգնած եք եղել, այո, պարոն Գրիգորյան, ես գիտեմ։ Այդ երկընտրանքի մի կողմում եղել է Սերժը Սարգսյան, մյուս կողմում եղել է Գյումրին, այն երեխեքը, որոնք որ պիտի մեծանային Վարդանիկի ղեկավարմամբ կամ չմեծանային Վարդանիկի ղեկավարմամբ։ Ու դուք ընտրել եք այդ երկընտրանքի մեջ Սերժի։ Հիմա մեզ եկել եք ասում եք դուք արյուն եք ուզում։ Չենք ուզում արյուն, պարոն Գրիգորյան, դուք եք արյուն բերող քաղաքապետի ընտրել։ Ես կարծում եմ պարոն Գրիգորյանը ուղղակի հումոր էր անում, որտեղ այլ կերպ ընկալել ասվածը հնարավոր չէ։ Քվեարկություններ միջև անցնել ունենք եզրափակիչ ելույթների հնարավորություն, կա կարիք եզրափակիչ ելույթի, շնորհակալություն, հարցի քննարկումն ավարտվեց, այժմ տեղի կունենան քվեարկությունները, խնդրում եմ լինել ուշադիր։ Քվեարկության է դրվում կառավարության